Մյուզեի Միգիտե Հանրամատչելի բայմացարալիքի եթերում շարունակում ենք հայկական արհեստների վերածնունդ խորագիրը կրող հարցազրույցների շարքը եւ իմ զրուցակիցն է ասեղնագործուհի Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանը, ով մեծ գործ է անում հնուց եկած ասեղնագործության ավանդույթները, հնարքներն ու եղանակները պահպանելու, զարգացնելու, այն սերունդներին փոխանցելու ուղղությամբ, նաեւ գիտահանրամատչելի նյութերի հրապարակման տեսանկյունից։ Շնորհակալ եմ Լուսինե հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզ, ողջունում եմ ձեր այս նախաձեռնությունը, որովհետև ինչքան շատ խոսենք մենք այս ոլորտի մասին, այնքան ավելի լավ։ Ոլորտը չափազանց մեծ է, չափազանց ծավալուն ինֆորմացիա կա, եւ այն մարդիկ, ովքեր որ նոր են սկսում ծանոթանալ այս գեղեցիկ արվեստի հետ, ցանկանում եմ ավելի մոտիկից ծանոթանան։ Իսկ այն վարպետները, ովքեր որ մեծ ջանք են թափել, մինչև հիմա էլ ունեն խմբեր, պարապում են, շարունակում են այս ավանդույթները, մենք ունենք շատ լավ վարպետներ, բոլորին ողջունում եմ, բոլորին ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Լուսինե, դուք հեղինակել եք ասեղնագործության վերաբերյալ մի քանի գրքեր, որոնցից է օրինակ Մարաշի ասեղնագործության գաղտնիքներ, այստեղ իմ ձեռքում կա շեղանկյունաձև ասխամաններ, գրքույկը, արդյոք այսօր մասնագիտական հանրությունը բավականաչափ ուսումնասիրել, հետազոտել եւ հրապարակել ասեղնագործության, հայկական ասեղնագործության վերաբերյալ համապարփակ գիտահանրամատչելի նյութեր, որոնք ուսումնասիրելով սկսնակ ասեղնագործուհին կամ ասեղնագործությամբ զբաղվող ցանկացած ոք կարող է սովորել, յուրացնել, ինչպես նաեւ ծանոթանալ հայկական ասեղնագործության ավանդույթներին, եղանակներին։ Նորից ծավալուն հարց է ստացվում, ընդհանրապես թեման ասեղնագործության մասին, հայկական ասեղնագործության մասին խոսելիս, պետք է ասենք, որ նյութերը շատ են։ Ուղղակի մարդիկ ծանոթ չեն այդ նյութերի հետ։ Եվ պետք է սկսեմ խոսքս հայկական ասեղնագործության գրքերի մասին, նշելով Սերիկ Դավթյանի անունը։ Սերիկ Դավթյանը առաջինն էր, ով համակարգեց հայկական ասեղնագործությունը, այսինքն հսկայական այդ նյութը ամբողջ հայությունը դարերով ասեղնագործել է, մինչև օրս ավանդույթները պահպանվում են ասեղնագործության։ Ինքը համակարգեց, բաժանեց դպրոցների, ուղղությունների, այն անվանումները ձեռագործների, որոնք որ պահպանվել էին, տեղ գտան այս համակարգված, դասակարգված վիճակում, եւ մենք հիմա օգտվում ենք իր հսկայական այդ աղբյուրից։ Սկսնակներին խորհուրդ կտամ ծանոթանալ Սերիկ Դավթյանի գրքերին։ Լույս է տեսել իհարկե խորհրդային ժամանակում, իրանք այսպես գունավոր գրքեր չեն, ավելի գույնը ուրիշ է, մի քիչ տպագրական խնդիրներ կան, բայց ինֆորմացիայի առումով ամենամեծ ծավալն է այսօր տալիս Սերիկ Դավթյանի գրքերը։ Այսինքն ներողություն հավաքագրել է ժողովրդից բոլոր այդ ասեղնագործության նմուշները, հնարքները եւ զետեղել է գրքերը։ Այո, մասնակցել է արշավների եւ ինքը արվեստագիտության տեխնացու է, պաշտպանել է ատենախոսություն եւ իր հսկայական ազգագրական նյութը այնպիսին է, որ ազգագրագետները մինչ օրս օգտվում են այդ ամբողջ նյութերից եւ այն, որ մենք այսօր ասում ենք Մարաշի ասեղնագործություն, Վանի կար, Սվազի կար, բազմաթիվ կարատեսակների անուններ հիմա չթվարկեմ, դա նաեւ Սերիկ Դավթյանի շնորհիվ է, ինքն է բոլորը մեկտեղել եւ ներկայացնել մեզ։ Դա մատչելի է, որովհետեւ համացանցում կան Սերիկ Դավթյանի գրքերը, կարելի է ներբեռնել եւ կարդալ, կարելի է գրադարաններից վերցնել կարդալ, այսինքն պահանջվում է ընդհանրապես ցանկություն եւ ժամանակ։ Իսկ դուք ինչպես սկսեցիք հետաքրքրվել հենց Մարաշի ասեղնագործությամբ։ Ես ճիշտն ասած չէի պատկերացնում, որ ասեղնագործությունը կդառնա իմ գործունեության իմաստը, իմ ստեղծագործականի իմաստը։ Դա ստացվեց, կարող եմ ասել, եւ միանգամից, եւ կարծես թե Աստծո նախախնամությունը կար այստեղ, եւ ինձ հոգեհարազատ մի հատ շատ հետաքրքիր ոլորտ էր, բայց այդ նախապատմությունը թող մնա հետո, աշխատել եմ մի քանի տեղ, բազմաթիվ տեղեր, ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, ումից սովորել եմ, կարատեսակներ կան, որ ես սովորել եմ, փոխանցվել է սերնդեսերունդ, կարատեսակներ կան, որ արդեն եղել էին մոռացված եւ վերականգնվել են։
Եկեք ես ձեր հաղորդման ընթացքում անուններ չտամ, որովհետև շատ մարդկանց անուններ պետք է նշեմ, որպեսզի չառանձնացնեմ ինչ-որ մեկին։ Բայց խոսեմ նաև մի հատ շատ հետաքրքիր փաստի մասին։ Տեսեք, ասեղնագործության գրքերից խոսեցինք, չէ՞։ Մենք ունենք այնպիսի փաստեր ասեղնագործության վերաբերյալ, որով կարող ենք ցույց տալ, որ մենք առաջավոր այսպես դիրքում ենք, միշտ բարձր է եղել այս արվեստը մեր մեջ։ Օրինակ, 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին լույս են տեսել հայկական ասեղնագործության տետրակներ տպագրած, որտեղ գծագրերը հայկական տառերի, իմիջիալից այդ տառերը կոչվում են թելագիր տառեր, այսինքն ասեղնագործած տառերի անվանումները թելագիր, այդ տետրակների մեջ դրված է գծագրերը եւ ովքեր որ ուզեցել են ասեղնագործել, ենթադրենք թաշկինակի վրա, վարակույրի կամ հագուստի վրա հայկական տառերը վերցրել են այդ տետրերից եւ ասեղնագործել են։ Այսինքն մենք 19-րդ դարի վերջից արդեն ունենք նման գիրք։ Մենք ունենք գիրք ուսումնական ձեռնարկ հայկական ժանյակի, որը լույս է տեսել 100 տարուց ավել առաջ։ Այսինքն մինչև Սերիկ Դավթյանը առանձին գիրք է եղել հայկական ասեղնագործ ժանյակի, որը լույս է տեսել ԱՄՆ-ում Նվարդ Թաշյանի գիրքն է 1923 թվականին։ Գիրքը բացում ես, առաջի էջում Հայաստանի քարտեզն է։ Հետո նոր խոսքը գնում է, թե ինչպես ասեղնագործել հայկական ժանյակ։ Ովքեր որ նոր են ուզում զբաղվել այս ոլորտի, ուզում են ծանոթանալ այս ոլորտի հետ, պետք է սկսեն եւ գրքերից, եւ ծանոթություն պետք է լինի վարպետների հետ։ Շատ լավ վարպետներ մենք ունենք այսօր։ Եվ շատ լավ գրքեր կա հայկական ասեղնագործության վերաբերյալ։ Փնտրեք եւ գտեք։ Մենք խոսում ենք հայկական ասեղնագործության թողած ժառանգության մասին, հա, մենք ունենք հարուստ ժառանգություն, բայց արդյոք աշխարհը ճանաչում է հայկական ասեղնագործությունը։ Մեր հարևանները, մասնավորապես Թուրքիան, գաղտնիք չէ, որ վերցրել է հայկական ասեղնագործության նմուշներ, նախշեր, վերագրել է դրանք իրենց եւ այսօր աշխարհում շատ-շատերը գիտեն, որ դրանք հենց թուրքական ասեղնագործության նախշեր են եւ այլն։ Այս առումով ինչ անելիք ունենք մենք միջազգայնացման, հանրահռչակման, տարածման ուղղությամբ։ Ուրեմն այստեղ իմ մոտեցումը մի փոքր ուրիշ է, որովհետև ամեն ինչին դիպչում ենք մեր, ասում ենք, բա աշխարհը չիմանա սրա մասին, բա չիմանա, եկեք մի հատ հստակ այսպես հիմնաքար դնենք այս հարցում, առաջի հերթին դա պետք է մեզ հայերիս։ Այսինքն մեզ է պետք մեր ժանյակը, որպեսզի շարունակվի, մեր կարատեսակները, որպեսզի շարունակվեն։ Եվ դա մինչև հիմա կա, ոչ միտեղ չի վերացել։ Այսինքն նույն Վանի կլոր ժանյակը դուք կարող եք հանդիպել եւ Հայաստանում, եւ ԱՄՆ-ում, եւ եվրոպական երկրներում, հայերի ընտանիքներում, Եգիպտոսում, Ռուսաստանում, որտեղ որ հայերը ապրել են, Պարսկաստանում, Թուրքիայում ապրող հայերի մոտ դուք կարող եք դա տեսնել, այսինքն դա առաջի հերթին պետք է մեզ առաջի հիմնակարը դրեցինք, հիմա երկրորդ հիմնակարը դնենք այս հարցի պատասխանի մեջ։ Երկրորդ հիմնակարը նա է, որ իսկապես մենք պետք է պահպանենք այն ինչ որ եղել է, որովհետև այս արվեստը դժվար արվեստ է, երբեք հայերը հեշտ բան չեն արել եւ ընդհանրապես բոլորին, նաեւ իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ լավ բաները միշտ լինում են դժվար։ Եվ մեր բոլոր կարատեսակները դժվար են, պետք է հաղթահարել այդ դժվարությունը։ Երկրորդ հիմնակարը ուրեմն պահպանելն է այս դժվարը, այսինքն ձգտել նրան, որ ոչ թե վերցնեն, բացեն համացանցից վերցրեցին ինչ որ սիրուն բան տեսան, վերցրեցին։ Եվ գնան դեպի պարզին, հա։ Կրկնօրինակեցին, գնացին պարզ։ Ոչ թե վերցնեն, որ անեն, դե ասենց արագանեմ էժան ստացվի, վաճառեմ, շուշուտ վաճառեմ, հարստանամ, չգիտեմ ինչ։ Ոչ թե լինի դա նպատակը, այլ պահել այն բարդ բոլոր
ձևերը ինձ թվում է ոչ միայն ասեղնագործության է վերաբերվում, այլ ընդհանրապես մշակույթի ոլորտին, որը ստեղծել են մեր նախորդ սերունդները։ Իսկ դա հսկայական հարստություն է։ Եվ երրորդ հիմնակարը դնենք, ու ինձ թվում է 3 հիմնակար բավական է։ Ուրեմն երրորդ հիմնակարը իսկապես ներկայացնելու մասին է խոսքը։ Իսկապես դուք ճիշտ նշեցիք, որ Թուրքիայում ներկայացված կառատեսակների մի մասը համարվում է թուրքական, բայց ստեղծել են հայերը, հույները եւ բոլոր այն ազգերը, ովքեր որ ապրել են Օսմանյան կայսրության տարածքում։ Ինչ վերաբերում է հայկական ասեղնագործ ժանյակին, ինքը այդպես էլ ճանաչվում է նույնիսկ Թուրքիայում հայկական ասեղնագործ ժանյակ, այսինքն քանի որ մենք դա ունենք, պահել ենք, դրան չեն կարողանում դիպչել։ Չեն կարողանում դիպչել նաև Մարաշի ասեղնագործությանը, նորից շնորհիվ նրա, որ հայկական մշակույթի մեջ Սիրիահայ մեր վարպետների շնորհիվ պահվել է, սերնդեսերունդ փոխանցվել է այս Մարաշի ասեղնագործությունը, շնորհիվ նրա, որ լույս է տեսել գրքեր Սերիկ Դավթյանի Մարաշի ասեղնագործության փոքրիկ գրքույկ կա, Հրազդան Թոքմաջյանի հսկայածավալ աշխատանքը Մարաշի ասեղնագործության հավաքագրման, ինքը ներկայացրել է գրքում, թե որ վարպետը ինչ աշխատանք է արել որ թվականին։ Եվ նաև իմ գրքի ուսուցողական, որտեղ իմ գրքերը ուսուցողական են, նույնպես չեն կարող ասել, որ դա թուրքական է ոչ մի դեպքում։ Մի քիչ անտեսված կառատեսակները, որոնք նույնպես մեր կառատեսակներն են, արդեն այնտեղ կարող են ասել, թե մեր տարածքում է դա ստեղծել, ուրեմն մերն է։ Տեսեք, մենք եկանք այն հարցին, որ թվում է, թե ասեղնագործությունը մի հատ վերացական արվեստ է, այսինքն ինչ է անում, կինը իր տանը նստած գեղեցիկ իրեր է ստեղծում եւ այլն, բայց եկանք հասանք այն կետը, որ ասեղնագործությունը նույնպես կապ ունի քաղաքականության հետ։ Ամիջ որ ասում ենք, չէ, քաղաքականությամբ չենք զբաղվում, տեսեք, Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ խոսքը գնում է պահել մեր ժառանգությունը, այսինքն խոսքը ճարտարապետության, գորգերի, պատմության, նաև ասեղնագործության մասին է, այսինքն խոսքը քաղաքականության մասին է։ Հիմա ինչ անենք, ասենք թե դե լավ, մենք չենք անում, իրենք անում են, ոչինչ չէ, մենք պետք է շարունակենք մերը, թող իրենք ներկայացնեն իրենցը, թող զարգացնեն, ստեղծագործեն, բայց մենք էլ մերը պիտի անենք ու պետք է չմոռանանք, որ ստեղծողները ասեղնագործության եղել են հայերը, իսկ փաստեր շատ կան։ Ուզում ենք պատմեմ փաստերից մեկը, նորից իմացել եմ Սերիկ Դավթյանի գրքից, նորից սկզբնաղբյուրը կա։ Եթե հիմա վերցնում են, ասում են, համացանցից եմ իմացել, ոչ, այնտեղ սկզբնաղբյուրները կա, դրա համար գիրք կարդացեք, դա խորհուրդ է տրվում բոլորին, դա հենց այնպես չի։ Ուրեմն փաստերից մեկը հետևյալն է. Թուրքիայի սուլթանի քրոջ ամուսնության ժամանակ այդ բարձրաստիճան թուրք կինը գրում է իր հուշերի մեջ, որ իմ հարսանիքի ժամանակ հարսանիքին է հրավիրված ու որպեսզի գեղեցիկ տեսք ունենամ, հրավիրել է մի հայ կնոջ Սամաթիայից, որը գործեց գլխանոց մանր ծաղիկներից, ասեղով էր գործում այդ կինը, այդպես էլ գրած է, տեսքոտ չէր, այսինքն տեսողությունը լավ չէր, 2 հատ ակնոց կհակներ վրա, այսինքն 2 ակնոցով էր գործում, որ շատ մանր այդ գործը կարողանար անել, բայց իր ստեղծած ծաղիկները հրաշք էր, ոչ մեկ չուներ այդպեսից փաստ է, չէ, այսինքն ստացվում է, որ մեր մշակույթը իրենք յուրացրել են, բայց մենք մերը պիտի պահենք։ Մենք ընդհանրապես հյուրասեր ազգ ենք, ես այդպես եմ հասկանում, բայց գողություն չենք սիրում։ Բազմաթիվ անգամ կայքերում եղել է, որ տեսել եմ, որ ասենք մեր տարազով ներկայացված է լուսանկար, տակը գրված է ադրբեջանուհի, ու սկսվել է բանավեճը, որ ինքը ադրբեջանական չի, տեսեք, այս նույն լուսանկարը այսպես գտնվում է այդտեղ,
Եղել է որ համաձայնվել են, եղել է որ ինձ Facebook-յան խմբերից բազմաթիվ անգամ հանել են, բայց միևնույն է շարունակելու են գորգե գրված է նույնպես մի խոսքով այս թեման մենք խոսում ենք անհատների կողմից տարվող, քաղաքականության մասին, բայց մենք պետություն եւ ինչ է անում պետությունը այսօր զարգացնելու, պահպանելու հայկական ասեղնագործության ավանդույթները, ինչպես նաև ինչպիսի նախաձեռնություններ կան մասնավոր, որոնք նպաստում են այս արհեստի պահպանմանն ու հանրահռչակմանը։ Շատ սխալ էր, երբ որ միավորվեց մշակույթի կրթության նախարարությունը դարձավ անհասկանալի ինչ-որ նախարարություն։ Այսինքն, եթե պետությունը ուզում է ուշադիր լինել մշակույթի նկատմամբ, առանձին պահում է մշակույթի նախարարություն, ուշադիր է գիտության նկատմամբ, առանձին պահում է գիտության նախարարություն։ Եթե ինքը անուշադիր է այդ ամեն ինչի մասին, միավորվում է մի տեղ։ Ինչ է կատարում հիմա մշակույթի նախարարությունում, ես չեմ ուզում խոսել։ Մեկ անգամ եմ դիմել, այսինքն դա եղել է մանկատան հետ կապված, որ սկսեմ պատմել, արդեն կպատմեմ, դա չեմ պատմում։ Դա մեկ ուրիշ զրույց է, շատ այդ մի ծրագրից հասկացա, որ այն ծրագրերը, որոնք որ արվում են, դրանք արվում են այն մարդկանց նպատակը ոչ թե այս գեղեցիկն է, ստեղծագործական է, այլ նպատակը նա է, որ ով որ վճարում է, նա էլ ստանում է այդ նպատակը, այսինքն նպատակն է դարձնել կողմնակից տվյալ պետությանը։ Վերջ, իրանք տեսան, ստացվեց այդ ծրագիրը, շատ լավ է, ես ուրախ եմ, ես շնորհակալություն եմ հայտնում, ինձ մոտ փոխվում է տրամադրությունը, ասում եմ, այս ինչ լավ երկիր է։ Եվ դրանով իրենց նպատակին հասել են, դրանից ավել իրենց պետք չէր, տվյալ ուրեմն ձևով զարգացնելը, այսինքն, որ դու դիմում ես դրամաշնորհների, տարբեր կազմակերպությունների, ստանում ես գումար, որ կարողանաս քո գործը առաջ տանել կամ կրթական ծրագրեր անել, այդ բոլոր ծրագրերը ծառայում են ոչ թե այս արվեստը զարգացնելու համար, կոնկրետ ասեղնագործության մասին եմ խոսում, այլ կոնկրետ կողմնակիցներ շահելու կամ մեկ այլ ինչ-որ նպատակների։ Շատ ցավալի բան ասեմ, որ եթե հիմա ցանկացած մեկը դիմի օրինակ գենդերային թեմայով, իսկ ասեղնագործության թեման շատ մեծ կապ ունի գենդերային թեմայի հետ, բնականաբար շահելու է, ստանալու է դրամաշնորհը եւ ինչ է ստացվելու է, որ գենդերային թեման առաջ է գնում Հայաստանում։ Ես չեմ ուզում դրանով զբաղվեմ, դա ինձ խորթ է, դա ինձ հարազատ չի։ Ես կանեմ ընդհանրապես այն, ինչ որ ի վիճակի եմ անել տվյալ պահին, այսինքն ես առանձնացրել եմ տվյալ պահին, ես առանձնացել եմ բոլորից եւ անում եմ այն, ինչ որ ես միայնակ մենակ կարող եմ անել։ Բայց ես չեմ կարող քննադատել այն մարդկանց, ովքեր որ ապրուստի ինչ որ հնարք գտնելու համար դիմում են դրամաշնորհների։ Ուղղակի իրենք շատ լավ պետք է հասկանան, թե ինչի համար են այդ դրամաշնորհները։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի ասեղնագործությունը հանվեց Հայաստանի անհապաղ պաշտպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկից եւ ներառվեց կենսունակ արժեքների, ցանկ, արդյոք իսկապես այսօր ասեղնագործությունը կենսունակ է, եթե կենսունակ է, դա իհարկե շատ լավ է եւ ինչ հարցեր են այստեղ առաջ գալիս։ Կենսունակ եղել միշտ, այսինքն անկախ այն պայմաններից, թե ինչ վիճակում է գտնվել հայ ժողովուրդը, ասեղնագործությունը կենսունակ է եղել միշտ։ Մի հատ հետաքրքիր ու սենց սարսռեցնող փաստ էլ պատմեմ, երբ որ հայ որբերին հավաքում էին որբանոցներում եւ արևմտյան միսիոներ կանայք իրենց կյանքերն էին փրկում, բուժում, վիրակապեր դնում վերքերին, հայ որբերը այդ վիրակապերը հանում էին, թելերը մեջերից հանում էին ու գործում էին ժանյակ։ Ու անընդհատ այդ, այսինքն կենսունակության մակարդակը զգացիք չէ, ինչքանով էր այս բանը կենսունակու շատ։ Դա կենսունակության մասին, բայց դուք ասացիք, որ հանվել է, դա արդեն վկայում է, կամ դուք պետք է հարցնեք այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են հենց այդ ծրագրերով։ Այսինքն, ինչ է արվում մշակույթի նախարարությունում, որովհետև ես տեղյակ չեմ, բայց եթե հանվել է համարվում է կենսունակ,
Ինչքան ժամանակ, ինչ է նշանակում կենսունակ։ Ստեղծված են բավարար հիմքեր, որպեսզի տվյալ արհեստը զարգանա, հա, մեր երկրում, այսինքն պարտադիր չի պետական աջակցություն, պարտադիր չի անընդհատ այսպես ուշադրություն։ Դե տեսեք, ես որպես, ասենք, վաճառք բիզնեսը հենց զուտ այդ նպատակը ինձ մոտ չի եղել։ Այսինքն, եթե դու դնում ես այդ նպատակը, որ դու դրանով ստեղծում ես քո ձեռնարկությունը կամ անհատ ձեռնարկատեր ես կամ ինչ ես ու դրանով ես զարգացնում կամ ապահովում կամ ինչ-որ մի բան, դա ուրիշ բան է, դա արդեն խոսում ենք բիզնեսի ու տնտեսության մասին։ Ես այդ հարցին պատասխանող չեմ, բայց շատ վատ է, որ հանվել է, այսինքն կենսունակություն համարում եք, որ պետք չի հովանավորություն այս ոլորտին, դե հարցը շատ անհասկանալի է, կամ էլ իսկապես եղել է ծրագիր, որի նպատակը գրված է եղել, որ այս ոլորտը դարձնել կենսունակ, ծրագիրը ավարտելուց հետո գրվել է, որ ոլորտը դարձրել է կենսունակ ու հանվել է։ Ես դա չեմ կարող պատասխանել այդ հարցին, պետք է կոնկրետ այդ մարդկանց հետ խոսել, ինչ է արվել։ Ամեն դեպքում շատ վատ լուր էր ինձ համար, երբ որ իմացա, որ հանվել է։ Շատ վատ լուր էր։ Բայց այնուամենայնիվ, եթե համարում ենք, որ իսկապես կենսունակ է, ինչու է դա վատ։ Ինչպես կարող է վատ լինել մի բանը, որ ապրում է։ Քանի որ ոլորտը շատ մեծ է, մի փոքր նախապատմություն։ Ուրեմն կարատեսակը ոչ թե մեկ հատ է, այլ շատ կարատեսակներ կան։ Եթե մի կարատեսակը կենսունակ է, այսինքն բոլոր հետաքրքրվողները սկսեցին զբաղվել տվյալ կարատեսակով, կոնկրետ Մարաշի կարատեսակով, եւ ես տեսնում եմ, որ տարածվեց, ես տեսնում եմ, որ ստեղծվեցին նոր խմբեր, նոր վարպետներ, երիտասարդներ, սկսեց տարածվել հագուստի վրա, առանձին ամեն մեկը իր դիզայնով է ներկայացնում։ Եթե այս մի ուղղությունը կենսունակ է, ապա մյուս ուղղությունները կենսունակ չեն։ Կարատեսակներ ունենք, որ դեռ ոչ մեկը չի անում։ Ունենք ժանյակի տեսակ, որ չկա Հայաստանում վարպետ, գոնե մեկը, որ պահպանած լինի դա։ Ունենք վարպետ մեկ հոգի, որ ընդամենը այդ մի մարդն է անում դա, ու որ սովորել է, իրենից է սովորելու ու սովորում է։ Այնպես որ կենսունակությունը, եթե ամբողջ ասեղնագործություն է հանվում, դա շատ սխալ է։ Եթե դա ծրագիր էր ու կոնկրետ եկավ, հասավ այն նպատակին, որ այս կարատեսակը մենք պահպանեցինք, դա շատ լավ է։ Այնպիսի դեպքեր են եղել, որ չգիտեմ նույնիսկ պատմեմ թե չէ, որովհետև անտեղյակ լինելու պատճառով ստացվում են թյուրիմացություններ ու օգտվելով ձեր զրույցից խնդրում եմ բոլորին շատ ուշադիր լինել ցանկացած արտասանած բառի նկատմամբ։ Հիմա մի բան պատմեմ, ուրեմն մի քանի տարի առաջ եվրոպական, չեմ նշում անունները դրա համար, եվրոպական երկրներից մեկի մասնագետ ասեղնագործությամբ հետաքրքրվող գալիս է Հայաստան, դիտում է թանգարաններից մեկի ասեղնագործությունները, հիացած հոդված է գրում, իրենց ամսագրում նորից հոդվածի առաջի էջը բացում ես, մասի սարն է եւ ինքը զրուցում է Հայաստանի մասին, սկսած մասի սարից եւ հասնում է ժանյակներին եւ բացատրում է ինչ քնաղ ժանյակներ են եւ վերջում գրում է, որ ցավոք սրտի ժանյակի վարպետներ Հայաստանում չգտանք։ Այսինքն ժանյակի կենտրոն չկա, ժանյակի վարպետներ չկա։ Ինչպես է ստացվում, երբ որ սկսեցի հետաքրքրվել, պարզվում է, որ երիտասարդ էքսկուրսավար է հանդիպել, ով ուղղակի չգիտեր, որ կան վարպետներ, եւ երբ որ ներկայացրել է, ասել է, որ չկան վարպետներ։ Դրա ու փաստորեն հոդվածի մեջ գրված է, որ Հայաստանում ժանյակի վարպետ չկա։ Այսպիսի թյուրիմացություններից խուսափելու համար բոլորին եմ խնդրում շատ ուշադիր լինեք։ Գուցե համագործակցեն նաև մասնագետների հետ, որ նման իրավիճակներում եթե դու չգիտես դրա մասին, ուրեմն մի ասա ես չգիտեմ, կան թե չկան, ու այդ մարդը այդպես չի գրի։ Այսինքն ամեն մի դեպք կարիք ունի այսպես մանրամասն ուսումնասիրելու, հետազոտելու, թե որը որից հետո եղավ ու ինչ եղավ։ Ինչ ասեմ, դրա համար այս ոլորտը շատ
բացի թողը վիճակի է ու ասում են դե ազատ են, ով ինչ ուզում է թող անի։ Այ հենց այդտեղից հարցս ծագեց, հա, ով ինչ ուզում է թող անի, հաճախ եմ լսում, երբ օրինակ դիզայներները, չգիտեմ, ասեղնագործության ոլորտում ինչպես է, ինչ որ զարդերի օրինակ արտադրության ոլորտում միմյանց մեղադրում են, ասում են, սա իմ ստեղծած նախշն է, դու վերցրել ես եւ այլն, բայց խոսքը հայկական նախշերի մասին է, որոնք եկել է, հա։ Նա ասում է, ես արխիվներից եմ գտել, այն մեկը ասում է, դա միայն քոնը չի, որովհետեւ սա օգտագործել են մեր նախնիները, կիրառել են եւ այլն, դա ժողովրդական է, հա։ Խոսքը իհարկե չի վերաբերում այն արդյունաբերական դիզայնի նմուշներին, որոնք գրանցված են, որոնց նկատմամբ իրավունք ունի հեղինակը եւ կամ իրավահաջորդը, հա, խոսքը վերաբերվում է այսպես վերցված այն նախշերին, այն նմուշներին, որոնք չես կարող ասել, թե ում է պատկանում հեղինակային իրավունքը, քանի որ դա ժողովրդի ծոցից դուրս եկած ժողովրդական արհեստի նմուշ է։ Այս առումով ասեղնագործության ոլորտում այս առումով ինչպիսի խնդիրներ կան եւ ինչպես եք դուք այս հարցին իրավական տեսանկյունից նայում։ Իրավական տեսանկյունից շատ լավ էր։ Իրավական տեսանկյունից, եթե թողնենք դուք ասեցիք, որ գրանցված, փաստաթղթավորված դեպքում իրավունք ունի պահանջելու, որ դու այս արտադրանքը չես անում։ Դա թողեցինք մի կողմ։ Նույն ձևով վերաբերում են թանգարանները, այսինքն թանգարանային նմուշը կրկնօրինակելու համար կամ լուսանկարելու կամ հրապարակելու համար պետք է թույլտվություն թանգարանից։ Եվ ես այդպես արել եմ եւ այս գրքում եւ ձեր ձեռքի գրքում ես դիմել եմ թանգարանի, լուսանկարը պայմանագրով դա տրվել է, գնվել է եւ ես դա դրել եմ գրքի մեջ։ Այդ հարցը լուծվում է միայն այս ձևով թանգարանի հետ պայմանավորվում։ Ինչ վերաբերում է իմ արած գործերին, դե եթե ես ուսուցիչ եմ, ես պիտի տարածեմ սա։ Եթե ես գիրք եմ հրապարակել, ուրեմն ես կողմ եմ, որ նայեն, անեն, կրկնօրինակեն, դրա հիմքի վրա ստեղծեն իրենցը կամ նույնը կրկնեն, եւ ժողովրդական արվեստը այդպես էլ զարգացել է։ Մեկը մեկից կրկնօրինակելով, բայց մեր հայկական զարդարվեստ այնքան հետաքրքիր է, որ ոլորտ ուզում եք վերցրեք, խաչքար լինի, ժանյակ լինի, գորգ լինի, փայտարվեստ լինի, այսքան կրկնության մեջ երբեք երկու հատ նույն բան չեք տեսնի։ Տարազի մեջ երկու նույն կոկնոց չեք տեսնի, երկու հատ նույն գորգ չեք տեսնի, խաչքար չեք տեսնի, ասեղնագործություն չեք տեսնի։ Տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն ստեղծագործելով կրկնօրինակել են։ Ես կողմ եմ, որ բոլորը կրկնօրինակ են։ Իսկ այնտեղ իրավական հարցերը որոշվում է հստակ օրենքով, հստակ իրավական դաշտում։ Իհարկե պետք է կրկնօրինակել, պատասխանը այդպիսին է։ Ասեղնագործությամբ հետաքրքրվող երիտասարդներ այսօր շատ են մեր երկրում։ Ես չեմ կարող ասել քանակը, այսինքն շատ են, թե շատ չեն։ Եթե նախ ես ասեմ, որ միշտ է եղել ասեղնագործությունը անբաժան մաս է մեր մշակույթի։ Միշտ ես չգիտեմ ինչ որ մի ժամանակահատված, որտեղ դա չի եղել։ Եղել է զարգացել է տվյալ ձևը, տվյալ կարատեսակը, հետո անկում է ապրել, հետո նորաձևության հետ եկել է ինչ օձիքի ձևը, այդպես է զարգացել, հետո անկում է ապրել եւ հիմա ուրիշ ձևեր է, հիմա չգիտեմ ինչ որ բան անընդհատ եղել է այդ փոփոխությունը, ոնց որ կենթանի շունչ է դա, զարգանում է, ապրում է, շարունակվում է, նորից վերածնվում է։ Իսկ ներեցեք հիմա ավելի շատ դեպի դիզայն է ինտեգրվում, նորաձևություն, թե ավանդական ասեղնագործության եղանակները դեռ մնում են։ Որպես պատասխանեմ, եկեք հասկանանք, թե ընդհանրապես ինչ է կատարվում այս ուսուցման եւ այլն։ Ուրեմն Հայաստանում կան առանձին անհատ վարպետներ, ովքեր ունեն սեփական աշակերտներ, ովքեր որ անհատներ են, շատ յուրահատուկ ձեռագործ անող վարպետներ եւ ով որ հետաքրքրվում է, գնում է կոնկրետ վարպետից է սովորում։ Երկրորդ, ուրեմն, կան արվեստի դպրոցներ, որտեղ որ դասավանդում են ձեռագործի տարբեր տեսակներ։ Արվեստի դպրոցներ կան եւ Երևանում եւ շրջաններում։ Այսինքն երիտասարդների զբաղվելու տեղը, ինչպես երաժշտությունը, այնպես էլ ձեռագործը, դա այդտեղ է։ Կան հայորդաց տներ,
որտեղ էլի նույն ձևով խմբակներ կան ու շարունակվում է, փոխանցվում է այդ ձեռագործը եւ շարունակությունը այդպես։ Հիմա գալիս ենք բարձրագույն ուսումնական հաստատություններին, այսինքն քոլեջների մասին է, ուսումնարանների մասին է, որտեղ որ կան զարդակիրառական արվեստ ուղղությամբ այդ քոլեջները։ Այնտեղ ես նկատում եմ մարում, այսինքն եթե դա տրված է այդ հաստիքը պետականորեն, բայց դուք չեք ներառում ձեր դասավանդման մեջ ասեղնագործությունը, դա ես հետընթաց եմ համարում։ Հաջորդը ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ, այսինքն համալսարաններ, մենք ունենք Գեղարվեստի, Թերլեմեսյան, Մանկավարժական, չգիտեմ, կարող է ինչ-որ մեկի անունը չտամ, բայց կան այդ դիզայնի բաժնում պետք է լինեն նաև որոշակի դասընթացներ ասեղնագործության։ Դա կա, բայց շատ քիչ է։ Այնտեղ որ ուղղակի տրվում է ինֆորմացիա եւ եթե երիտասարդը դրանով հետաքրքրվում է, ինքը արդեն պետք է կամ ինքը զարգանա կամ գտնի շարունակի սովորելը։ Դիզայնի հետ կապված որոշում է կոնկրետ դիզայները, այսինքն տվյալ դիզայնի մեջ եթե ինքը կիրառում է, չգիտեմ, դաջածոց արդեր կամ ասեղնագործություն կամ բան, արդեն դիզայները պետք է որոշի, թե ինչ է ուզում, ինչ նպատակով է դա անում եւ ինչ պետք է ստացվի։ Եվ հիմա բացի այդ բոլորից, այդ շերտերից, նաեւ կան ծրագրեր, արդեն խոսեցինք այդ դրամաշնորհային ծրագրերի մասին, որտեղ որ արվում են, էլի խումբը հավաքվում է, սովորեցնում են, ծրագիրը ավարտվեց, ամեն ինչ վերջացավ։ Այս վիճակն է մեզ մոտ։ Հիմա այստեղ, եթե դուք ասեք ակտիվություն կա, ես կասեմ, այո, ակտիվություն կա։ Կարող է ասեղնագործությունը դառնալ Հայաստանում կին ձեռներեցների շարժիչ ուժ։ Ես չեմ պատասխանի, որովհետև ձեռներեցությամբ չեմ զբաղվում, եւ տեսեք ձեր հարցի մեջ կար կին ձեռներեցների։ Դա էլ է արդեն ոնց որ խոսեցինք, այո, այդ թեմայի մեջ մտնում է նաև այն դրամաշնորհները, որի օգնությամբ շատ լավ է թող անեն, բայց արդյունքում ստացվում է, տեսեք, շեշտը դրում է կին ձեռները, ինչու ասեղնագործության ձեռնարկատիրություն, ինչու անպայման կին ձեռներից։ Ճիշտ է, ավանդաբար եկել է, որ կանայք են զբաղվել ասեղնագործությամբ։ Բայց եթե գնանք հին դարերը, տղամարդիկ են եղել վարպետները։ Ինչպիսի օրինակներ կան պատմական, որ կարող եք հիշել։ Շատ օրինակներ կան պատմական, անունները պահպանվել է վարպետների, եղել են համքարություններ ասեղնագործական, եւ ոչ միայն, այսինքն տարբեր արհեստներով զբաղվող տղամարդիկ են եղել, կինը ինչ որ արել է տանը։ Եղել են եւ կին վարպետներ, այստեղ այն ժամանակ չի եղել այս գենդերային թեման։ Հիմա է դարձել, հա, կարծրատիպային կարծես թե եւ ինչպիսի կարծրատիպեր կան այս ոլորտում բացի այդ կին տղամարդ այս, որտեղ ես չգիտեմ մի ընտանիք, որ կցանկանա, որ իր տղան զբաղվի ասեղնագործությամբ։ Ունեցել եմ աշակերտներ, տղաներ, որ բացարձակ այդ մասին չենք մտածել ու չենք խոսել, չենք շեշտադրել։ Տեսեք ինչ է ստացվում։ Ստացվում, որ եթե դու շեշտադրում ես կոնկրետ ուշադրություն ես դարձնում հենց տվյալ փաստի վրա, դա արդեն դարձնում ես մատի փաթաթան, տեսեք, տղամարդիկ էլ բան, չկա տենց բան, ով ուզում է թող զբաղվի, վերջը թեմայի մասին պետք է չխոսվի ընդհանրապես, որովհետև դա անիմաստ թեմա եմ համարում։ Իհարկե կնոջը ավելի հարազատ է, որովհետև կանացիություն, նրբություն, գեղեցկություն, տան միջավայր ստեղծել ավելի հարազատ է կնոջը, դա բնական է, բայց հայկական տարազներ ստեղծողները եղել են հիմնականում տղամարդիկ են, շքեղ տարազները, որ մենք ունենք 19-րդ դարում, տղամարդիկ են ստեղծել։ Եվ բացի դրանից մենք ունեցել ենք համքարություններ եւ ունեցել ենք եկեղեցիներում վանականներ, տղամարդիկ, որոնք գործել են վարագույրներ։ Եվ կանայք, որոնք գործել են վարագույրներ, չկա այդ բաժանումը, չկա,
Դա արհեստական թեմա է։ Հիմա ճիշտն ասած ես չունեմ այդ ամբողջ ծավալ ինֆորմացիա ինչ է կատարվում, ես այդ թեման ընդհանրապես չէի դիտարկի որպես թեմա։ Այսինքն այստեղ ոչ մի շեշտադրում պետք չի անել կինը, թե այլ ինչ կարծրատիպեր կան։ Կարծրատիպերը շատ են, դե արդեն ասացինք, որ ֆեմինիստական թեման եւ տեսեք ինչ է ստացվում, ասեղնագործությունը ինչ էր ինձ ներկայացնում, գեղեցիկ ստեղծելու, ինչ որ գեղեցիկ իր ստեղծելու արվեստ է, չէ՞։ Եվ այդ դա օգտագործվել է տարբեր նպատակներով։ Ուրեմն տարբեր ժամանակաշրջաններում միշտ է օգտագործվել, իսկ իրականում պետք է լիներ միայն ինքը գեղեցիկին ծառայեր։ Եվ ինչ է ստացվում, ստացվում է, որ վերցնում են ասեղնագործության թեման, ասում են, դե եկեք մենք ձեզ դա անենք, բայց դուք պետք է կրոնափոխ լինեք։ Ինչի մասին եմ խոսում եմ հայոց մեծ եղեռնի մասին, ցեղասպանության նից փրկվածները, որ փանոցներում սովորում էին ասեղնագործություն եւ այդ միսիոներները կրոնափոխ էին անում։ Այսինքն այդ ասեղնագործություն սովորելը ծառայում էր մեկ այլ նպատակի։ Լավ էր, որ կյանքեր էր փրկվում, բայց վատ էր, որ ծառայում էր այդ նպատակի։ Ուրիշ օրինակ, այսինքն նորից խոսեցինք, որ այս դրամաշնորհները ծառայում են այդ նպատակին, որ այդ երկիրը կողմնակիցներ է շահում, նաև ասեղնագործության միջոցով։ Տվյալ դեպքում այն երկիրը, ովքեր որ վճարում են, հովանավորում են ասեղնագործական դրամաշնորհները, իրենց կողմնակից են դարձնում մեր հայ մարդկանց, ասենց ասեմ, որովհետև դե շնորհակալ ենք, չէ՞, շնորհակալություն պետք է ասես այդ մարդուն, որ քեզ օգնել է, որ դու կարողանաս դա անել։ Իսկ եթե հանկարծ Թուրքիան հովանավորի, այստեղ շատ լուրջ հարցեր կան, որ պետք է մի քիչ լուրջ վերաբերվել։ Մի քիչ չէ, շատ լուրջ պետք է վերաբերվել։ Տվյալներ, որ Թուրքիան հովանավորել է ինչ-որ գրանտային ծրագիր, որը կապված է Ես չունեմ տվյալներ, բայց եթե այսպես գնա, կարող է եւ այդպես լինի, այդ դեպքում ինչ ենք անելու։ Չի կարելի անլուրջ վերաբերել այդ ամեն ինչին։ Բայց ես չեմ էլ կարող ասել, չէ, ընդհանրապես մի դիմեք դրամաշնորհների, մի արեք sense բաներ, չեմ կարող ասել, այնպիսին է վիճակը, որ մարդիկ թե ինչ ասես, պետք է անեն, որ կարողանան ինչ-որ ձևով շարունակել։ Ծրագիր կար, որ որոշեցին ասեղնագործությունը հանրակրթական բոլոր դպրոցներում պարտադիր առարկայի պես մտնի դպրոց։ Ես ում հետ որ զրուցում եմ, ես դեմ եմ արտահայտվել։ Ինչու՞, որովհետև մենք չունենք մասնագետ այդքան շատ, որ դասավանդեն ասեղնագործություն բոլոր դպրոցներում։ Եվ ընդհանրացնելու եթե լինենք, խնդրում եմ ներկայացրեք ձեր տեսլականը հայկական ասեղնագործության զարգացման հեռանկարի հետ կապված։ Կա այդ համակարգը, որը որ ստեղծվել է տարբեր ժամանակներում։ Տեսեք, արվեստի դպրոցներ, խմբակներ, որոնք որ աշխատում են եւ որոնք որ ստեղծում են, անում են, շարունակում են գործը։ Հիմա այդ ուսուցիչը վերցնում է, ինչ ուզում է վերցնում է, որտեղից ուզում վերցնում է, իր աշակերտների հետ դա է անում։ Հիմնականում այդպես է։ Բայց իրականում պետք է այդ համակարգի համար բովանդակություն ստեղծել։ Այսինքն թեման, որի շուրջ պետք է աշխատի դա։ Այսինքն ոչ թե ինքը գնա թերթի համացանցից տեսնի մի հատ վառ գույնի ծաղիկ ասի, բայց դա լավ վառ գույնի ծաղիկ է, երեխեքը կուրախանան վերցնեմ անեմ, այլ թեման պետք է հանձնարարվի։ Դրան պետք է ծառայեն նաև ցուցահանդեսները։ Եվ եթե ամենաճիշտ մոտեցումը ձեզ ասեմ, ինձ թվում է ամենաճիշտ մոտեցումը այս ոլորտում լուսահոգի Հենրիկ Իգիթյանն էր, որովհետև ինքը հանձնարարում էր թեմա եւ օրինակ ասում էր իր թեմաներից մեկը եղեցի լույս եւ այդ եղեցի լույս թեմայի շուրջ պետք է թեկուս ասեղնագործության ձևով ստեղծեիր քո պատկերացումը։
Ուրեմն վերադառնանք ինչ պետք է անել, պետք է լավ մտածել ինչ ուղղությամբ է զարգացնում, այսինքն բովանդակությունը ծրագրի։ Չի կարելի խախտել սկզբունքային հարցեր, օրինակ չի կարելի վերցնել քրիստոնեական թեմաները, օրինակ հրեշտակներ եւ այլն, եւ ամենտեղ հագուստի վրա դնել այդ հրեշտակներ, խաչեր եւ այլն։ Այսինքն պետք է ճիշտ հասկանալ, թե տվյալ խորհրդանիշը ինչի համար է, չի կարելի վերցնել ու ամեն ինչ խառնել իրար հետ։ Դա մեկ, երկրորդը, ամբողջը կախված է կրթական համակարգի հետ։ Եթե կրթական համակարգը ընդհանուր ցածր մակարդակի վրա է, ամեն ինչն է ցածր մակարդակի վրա է լինելու, չի կարող դա զարգանալ։ Այսինքն եղել է դեպքեր, որ ասել են, դե երեխան լավ չի սովորում, բան ինքը ընդունակ չի, բան թող գա ասեղնագործությամբ զբաղվի, մի բանով զբաղվի, չէ, դա սխալ է, այդպես պետք է չլինի։ Իհարկե ինքը զբաղվում, ինքը այս ձևով է փորձում աճել, փորձում է հաստատվել, հմտություններ ձեռք բերել։ Կրթությունը իրենից պետք է ներկայացնի ինչ, գիտելիք եւ դաստիարակություն։ Դաստիարակություն բառը պետք է շեշտել ամեն անգամ, դաստիարակություն բառը պետք է շեշտել ամեն անգամ։ Եվ ասեղնագործության հետ կապված դաստիարակությունը որտեղ եմ ես տեսնում, բացի նրանից, որ ինքը համբերություն եւ այլն պահանջում է ժամանակ, աշխատասիրություն եւ այլն, այստեղ պարտադիր է նաև գիտելիք, որովհետև եթե միայն ինքը դու նստում ես եւ ստանում ես, սովորում ես հանգույց կապելու ձևը կամ ասեղ բռնել կամ այլ, դա քիչ է այսօրվա դրությամբ, որովհետև երիտասարդները մտնում են համացանց, տեսնում են, ասում են, վայ, այն Թուրքիայում ավելի սիրուն բաներ կա, ու սկսում են դա կրկնօրինակել, եթե այդ գիտելիքը չկա, որտեղից է եկել։ Իսկ եթե ինքը ունի, որ դա մեզնից է փոխանցվել թուրքերին, այսինքն կդառնա այդ սահմանը, որ մենք էլ դե մերը զարգացնենք։ Ամփոփելով ասեմ հետևյալը, որ գրքերը միավորում են ամբողջ հայ ազգին։ Գրքերի շնորհիվ, այս գրքի շնորհիվ ինձ ճանաչեցին, ծանոթություն եկավ եւ ԱՄՆ-ից հրաշալի ծանոթություններ։ Եվ այս վերջերս Սանկտ Պետերբուրգում մի խումբ կա, որ զբաղվում է ասեղնագործությամբ, ուզում են նաեւ հայկականի մասին էլ իմանալ։ Գրքերը միավորում են բոլորին եւ սխալ է, եթե գիրքը չկա, եթե գիրքը չի կարող փոխարինել համացանցին, գիրքը պետք է լինի իր տեղում, համացանցը իր տեղում, այստեղ չպիտի լինի հակասություն, երկուսը մեկում են։ Եվ խոսելով հայկական ասեղնագործության մասին, մեր ոլորտում, ասեղնագործության ոլորտում շատ ուժեղ միավորող ուժ ունի։ Կոնկրետ ժանյակը վերցնենք, միավորում է ամբողջ հայությանը, ժանյակի շնորհիվ ծանոթացա շատ հայերի հետ, որոնք ապրում են տարբեր երկրներում։ Ժանյակը հանգույց անհանգույց, թել արդել միավորում է բոլորիս։ Եվ խորհուրդ կտամ, եթե նույնիսկ չեք զբաղվելու հայկական ասեղնագործությամբ, գոնե նայել թանգարաններում, թե ինչ հետաքրքիր իրեր կան, հարցեր տալ եւ զգալ այն գեղեցիկ ուժը, որը բերում է ասեղնագործությունը մեր բոլորի համար անհրաժեշտ է դա։ Մենք չենք կարող զրկվել այդ հոգեվորից, գեղեցիկից։ Եթե երաժշտությունը լսողական արվեստ է, սա էլ տեսողական արվեստի մի փոքրիկ մասն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ արժեքավոր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։